Կիսամերկ ու հային ոճվայել հագուստով կանանց հանդեպ անհանդուրժող Արևտատը հազարու մի պատմություն գիտի, թե առաջներում ինչպես էին վարվում անգամ սրունքը բացող աղջիկների հետ։ Առաջ խստություն կար, հարգանք, վախ, բանը կարող էր հասնել նրան, որ 1-2 տեսնեին հարսն ասածին բանի տեղ չի դնում, նստացնեին էշին, դեմքին մուր քսեին ու պտտեին գյուղով մեկ։ Նորաշենի տակ այդ ջուրը որ կանգնեցա գնա, այդտեղ ոտներս հանեցի, լվացի, ոտներս այդ քայնովեր ենք ասում, այդ ջրի մեջին, ոտներս բոբիկ ենք այդ էլ մասին։ Եկա կեսարաստեր, դեր տունը սարկել չի, կեսար աչարգ ասա, աղջիկ չան ասա, այդ խես բոբիկ։ Ասի հայրիկ դե եկա քրդնել է ձյուր նստած այդ իրա սանցկի բանի, լվացվեցի քայնովերը, ասի հայրիկ, լվացի չուլքը կսու, ասի վերկալ եք ասավ գնա, ոտները թակի աղջիկ չան ասավ։ Քեզ վայել չի աշնոք բանը, տես, ոտս բոբիկ էր, անշնոք բան էր, եգի գնացի դարակա կաշեցի, բան անեցի հակա, եկ ասի հայ գլավնա, ասեր ինքան սիրուն է, ասիր վուրնայեմ եմ սենիկ, ասեր հարսիս յանում եմ։ Լորվա անտառապատլերների գրկում քամու մեղմ ձայնի ու հողի բույրի մեջ թաքնված փոքրիկ քարինջում առավոտները սկսվում են Արևտատի ձայնով, թե վերառած հին հայկական ժողովրդական երգերով։ Շամամլանջետ, շավաղլանջետ, մեկ համ պյուր, հալալերա։ Արևտատը դարձել է քարինջյան արշալույսների խորհրդանիշ, նրա երգը լսվում է դեռ արևը լեռների հետևից չբարձրացած, երբ պատուհանից անդին սկսվում են թռչունների դայլայլները, երբ վաղորդյան անհունի մեջ քարինջը փոքրիկ դրախտ է դառնում, իսկ արևի հոգին թև է առնում բնության այդ անասելի հրաշքից։ Նրա երգը մեծ բեմերի ու բուռն ծափերի համար էր, պիտի մեծ բեմեր գրավեր, սակայն մնաց որպես իր ամենօրյա կենցաղի երգեր, որ հնչում են առավոտյան հաց թխելիս, այգում աշխատել պատշգամբի մի բաժակ սուրճի միայնության դեմ դիմացի կանաչ կարմիր աշխարհին նայելիս ու նաև տխուր մտքերի հետևից ընկնելիս։ Երգում է, պարում գյուղական անեկդոտներ պատմում վաղորդյան անցորդին ու իր զվարթ ձայնով ասես արթնացնում քարինջը, ու ինչ էլ լինի կենսախին ներկայությամբ ապրեցնում բոլորին։ Սարի ճամփեն ալու ալվան, այս լավորը շարվե շարան, սարի ճամփեն ալու ալվան, այս լավորը շարվե շարան, ըշտապում եմ պարբռնելու ծաղկած սարի բարձր լեռան, բարեգող քո բարիդներ եմ, հավասու քո ջանին մերեմ, սարի ճամփեն ալու ալվան, այս լավորը շարվե շարան։ Իր ամենատոնական ու ամենագեղեցիկ զգեստը առօրյա շորերով փոխել չի հասցրել, նոր է վերադարձել քաղաքից, քաղաք ուր տեղափոխվելու մասին արևը երազել է դեռ դպրոցական նստարանից, երբ երգում էր, իր ձայնն էլ հավանած արվեստագետներն էլ կանչում էին, բայց խիստ հայրը թույլ չտվեց, որ Ջուլիետան ոչ բեմ բարձանա, ոչ էլ քաղաքում ապրի։ Բոլորին հայտնի քարինջեցի արևի անունը Ջուլիետա է ծննդականով։ Կանալավեր դու խմբից երկող երեխաներ, դե 11-րդ դասարանի աղջիկ եմ, 18-19-ի մեջ։ Ով կարա երկի բան, մեր դիրեկտորը, դպրոցի դիրեկտորը Թումարյան Վրամեր զամբնել էլի դսեղից Թումանյան Վալոդյա, ռողբոր տղաներ էին։ Ասեցին Ջուլիետան, մեկ էլ Կարախանյան վարտիթերը։ Այնա ինձ տարան ալավեր, դիտեղ երկեցի, տեղից էլ ակարդիոնիստը բան կար, ասավ ես ինչ հրաշք տարան Երևան, պապաս ինձ մենակ չթողեց, այդ խմբի հետ եկավ Երևան, գնացին Երևանը ինձ երկացրին, ասին դու պետք է մնաս այստեղ, մեր Երևանի խմբումը լավ երգ չուես, պապաս ասավ կյանքամ ես իմ աղջկանը չեմ թողալ Երևան գասի, թե դերասանուհի 19 տարեկան էլ չկա, բերու ձաղից օրը վերջապես մի քանի ամիս հետո Մերի ջան, ամուսացուց պապաս էս տղայի հետ։
Մեծ բեմերի բեմական շքեղաքուսներով ճեմելու մանկական երազանքները մնացին անկատար ու Ձաղի ձոր ասֆալտապատ ավանից բռնեց ցեխոտ փողոցներով Քարինջի ճանապարհը դեռ 18 տարեկան էր։ Ամեն ոք կարող էր որոշել արևի ճակատագիրը բացի հենց իրենից։ Խնամախոսների մասին ոչ ոք հարկ չէր համարել անգամ զգուշացնել ու միայն պատահականորեն տեսավ նրանց։ Գրքերը շալակած դպրոցից տուն հասած արևը բակում հանդիպեց մարդկանց, որոնք տարօրինակ ձևով էին իրեն նայում։ Երբ տուն հասավ եւ իմացավ, որ հայրն արդեն նշանադրության համաձայնություն է տվել, թոկը վերցրեց ու բարձրացավ տանիք։ Էջը պապաս ասեց, ես շատ լացել եմ նույնիսկ թոք վերցրի գնամ կրիշեն, որ կախվեմ, մեր տան երկրորդ հարգում էինք ապրում արդեն Ձաղի ձորում։ Հրոխբորս կինը Երանա, լորոտեցի աղջիկ կին էր ու շատ լավ հրոխբոր կին ունեի։ Եկավ ասավ աղջես ինչ ես անում, բալկոնը բարձրացա, որ նարդիվանորով գնամ կրիշեն։ Ասի ես այդ տղին չեմ ուզում, այդ տղենով որ ես դան ուզեմ, չեմ ուզում ես այդ տղին։ Ես այս տարիքի աղջիկ եմ, երեխա եմ, դեռ 12-ից 11 էր այն թվերին, ես 11-ն եմ ավարտել։ Հա։ Ու տենցել հրոխբորս կինը ինձ փրկեց ոնց որ այդ երիտասարդ ապուշությունիցս։ Արևին մեծ հարսանիքով Քարինջ բերեցին։ Լավ մեծ հարսանիք, իմ պապան ասավ, իմ աղջկա զապաղջկա, ես առանց հարսանիք չեմ տալ։ Հարսանեկան զգեստ ամուսինը պատվիրել էր քաղաքում, ամբողջ Քարինջը հավաքվել թամաշա էր անում ու զարմանում, թե սիրուն աղջիկը էս ոնց է խաբվել հեռու Քարինջ հարզ եկել։ Տեսուրսել ստեղ պարկեր, լավաշը գզեց ու սերիզը այն թվերին, 59 թվին եմ ամուսնացել։ Գզեց ու սերիզ ու բանի մեղրը վերոց յամ ճանջեր սենց լրիվ մենք ճանջենք ունեցել ուղակի մեզ 3 տարի վերանում են ճանջեր անհաջողություն է վերջը լավաշներ գզեց հարսանի քարինեսի մեկ էլ հարսանքի ժամանակ մի վազը տվին աղջիկ ջան դուրս արի պարարի էս սենյակումն էլ հարսանիք սալիլ հա վազը տրին ձեռս մի պարեմ գալի նվակմի պարեն գալի վազը ձեռից եսիլ պարեմ գալի ով ինչքան փող ունի գծում վազի մեջ Դրանից հետո դա որ արդեն իմ բան ավարտվեց, կեսօր ջեբը փեշը լցրի, մամա որն ասեցի փեշը բեր լցրեմ էլի, կնիկ եմ էլի, ջայլը իմ 19 տարեկան չկամ, 19-ս ստիալ լրացել, 20 տարեկանով մեծ տղայիս եմ ունեցել։ Թող հիմի լսեն ջահելներն ու տեսնեն ինչ շնորհքով էին առաջվա հարսները շարունակում է արևը։ Իր հազար ու մի պատմությունները առաջին գիշերվա սավանի, տատմերի ազգականի, որ նորափեսային չէր թողնում նորահարսի անկողին մտնի եւ իհարկե Կարմիր խնձորի ու գյուղում բերնեբերան անցած առաջին գիշերվա մի պատմության մասին։ Կեսուրս մի շաբաթ ըստի փռած բայց այդ պրոստինս ասա թող տենան որ իմ հարսը շնորհքով է։ Կեսուրս Թե ումեր պետք է չգիտեմ այ դավո։ Մեր գյուղացի մի աղջիկ գնացել է, չգիտեմ դեսեղի զենը մի գեղքանդի ամուսնացել է։ Կեսուրը հետևել է, ասլատենամ կարող ասա աղջիկ չես ինչա, բնատում այդ աղջիկը։ Այդ կնիկը բարձի տակը գնում է բացանում տենեմ, որ մի այս բանի շշեր կան է դեղին կոճակի սրտի բանի խմել վեճ փոքր է։ Դեն մա կարմիր բան կա, բարսի տակին դած ասում ուրեմն աղջիկ չի աղջիկը։ Այդ կնիկը այդ կարմիր բանը թափումա, կանանչեն ինչա զելոնք են լցրում տանում դնում բաշի տակին։ Այդ գիշեր տղաղջիկ քնում են իրար հետ ռաուդ վերեն դեմ զելոնկայա։ Սա իմիջայլոց, որ ջահելներն իմանան, որ առաջ էլ խաբեություն եղել է, ասում է տատը, որ չսիրելով է ամուսնացել ու շատ շուտով սիրառատ կյանքով ապրել ամուսնուն սիրել ու երջանկացել։ Դե արդեն ես երեխա էի 18-19 տարեկանի մեջ, արդեն ինքը 27 տարեկան, արդեն սերացույցվել չէ ինքը։ Ճիշտ է, չսիրելով ամուսնացել եմ, չսիրելով զորով պատերազմ անելով Արևին սկեսուրը ոսկու պես է պահել մենակ թե մի անգամ թե ինչուն էր կծել պարավին արևի հետ թարսվել էր ու տանից դուրս գցել մի անմեղ սխալի պատճառով եղածն ինչ էր մի հավի ջուտ էր սատկել այն սենյակը հավը թուղս էր եկել ջուտերով այնտեղ կապել էինք ըստեղ կեսուր կեսրասկնեն այս բանը ամուսինս ու ես այս փոքր սենյակը այն վաղ սենյակներ էին ամեն ինչով դրած կրավատներով դենով դես հա Այնա դե թուղսը ոնց էր լել, այդ կաստուրկի կրիշկի խփել էր, մի հատ 2-3 հորական ջուտ, ընկել էր մեջ այդ տակ շան կերակրի մեջ ընկել էր սատկել, կեսուրս, ես էլ սիլված կեմ անեմ,
Կեսուրս այդ մի բան արել է այդ կնիկը, ես ճիշտն եմ ասում, պատմության մեջ բան ասում։ Եկավ կեսուրս թևս բռնեց, թե ինչի չես այդ լավ փագել, որ շուրը չմտի, ճուտը չմտնի մեջը սատկի, կեսուր ասել այդ ճուտը կողքից բերանաս։ Հանեցին դուռը, կեսուրս բռնեց, ինչի չես լավ փագել, ասի փագել եմ, ասա ոնց ես փագել, որ ճուտը գելա մեջը։ Կեսր ասել դրուց այդ ճուտը կեղտո ճուտը բերանս, տես ասում եմ պատմության մեջ այդ մի բանը իմ կեսարա արել են, մենք 3 տարի կեսար ասել ալել անկողնային ես եմ պահել, այն վաղ պամպերս բան չկարին այն տեղաշորում ամեն ինչ վերջը, կեսորս էլ կեսարիս էլ պահել են, ոչ մի օգում մենք չունենք։ Տեքրես եկավ, իմացել էր, որ ամուսինը զանգել էր, ասել էր հեռնում էր դες բանն արել են։ Տեքրես եկավ, ատի ալավերդու գլխավորներ էլի, ֆինանսներ բան, եկավ հորնումոր ուզիր սպանի ծնողներին ասել, ես տեսա գյոզալ կուտուն հարսեք են, այդ կովամորթել, այդ ինչ այլ սպանել, ճուտն ինչ է, որ դու ճուտը կողմիս հարսեգանը փողոց կշեմ։ Իմ քերնել են վաղ գյուղի նախագահներ, ես հարևանի տանը գնացի դռանը նստեցի, ես կնիկը պարավ կնիկ էր գնաց քերուս ասավ ավակ էր քերուսանունը, ասավ ավակ արևի հետ կռվել են։ Բայց այս պատմությունը մի քանի օր էր տևել, քանի որ գյուղի միակ պտուտակավոր հեռախոսը 3 օր խրթխրթացել, չէր խոսել խրթխրթոցից էլ բան չէին հասկացել։ Մինչև որ քաղաքից եկել անտառում գծի վրա եկած ծառը հանել, հեռախոսը խոսացրել էին։ Քերի ավակի տանը ուռած ու թած աչքերով նստած Արևի հետևից ամուսինը մոտոցիկլետով եկավ։ Գեղեցկուհի Արևի համար գժվում էր կանգրահեր սերանը, որ մինչև կյանքի վերջին օրն էլ մնաց Արևին սիրահարված։ Գալիս էր սիգնալ տալիս, շատ ներողություն արտահայտությունս մի պետք անեմ, որ վառոդը բացում էի, հաթաթվում էինք իրար նոր ամուսնացած աղջիկ ու տղային, իրար հետ գալիս եմ այդ անգամ էլ եկել է սիգնալը տվել, դե հելա ես դուրս չեմ գալ, դե ստեղ չեմ, քերիս եկել է տալ իրա տուն, ստեղ մոդիկ հարևանա։ Ես պարավ կնիկն ասում ա, որ Սեյրան ջան, ամուսնուս Սենիկ ասեն, բայց անունը Սեյրան էր։ Սեյրան ջան, արևը տանը չի բաուրա, թե ավակ իրանք սենց բան են արել, ավակը տարել է իրա տուն։ Եկամ դեղիցից նստացուր, սարավ Զաղիձոր, տալես Զաղիձորում աշխատեր Արաքսիա տալիս անունը հիմա չկա։ Մեկ օգնի չունենք, սաղ մահացել է։ Դրանից հետո եկավ կեսրարես, կեսուրս աղջի ջան, ոչինչ սխալվել ենք Տեքրս ինքը եկել է ինձ Զաղիձորից բերել, Տեքրեմ ունեցել է։ Ու դրանից հետո որ ես շենքը սարքեցինք իմ կեսրարն ասավ, սարիցն եկավ ասավ, աղջիկ ջան, լարիստեղ, ես վարոտի մոտ գնացի պաչեց ու ասավ, աղջիկ ջան, էլ կասես քաղաք գնամ, դե անտա ձգտեի գնամ քաղաք, ասես չեմ մնում ես ես գեղում, ասի չէ հայրիկ, էլ չի գնում, դե հայրիկ ասեին, դե վաղտը մեծերին, կեսորը մամա, ապրել ենք այդ 25 տարի, մենք վիճատ չկանք, ինքը հայհոյող մարդ էր, անընդհատ, հավերի կուտ է, մի քիչ ծորենակ գարին ավել լստասել, ես դրան տվողին ուշուց, ասա, ու հայհոյ էր, կովեր գնե կթե, շատ կթե, կամ քիչ ասր աղջիկ ջան, խեսկովը քիչ կթե, ասի թող խորտուտ էլի հայրիկ, մեր ապրանքն էլի թող ուտի։ Հեյ գիտի Արևի ջահելությունը կյանքն էլ քարինջն էլ ուրիշ էր, որտեղ կյանքը եռում էր ու պտտվում, բնությանը համընթաց, գարնանը հող վարել, ցանել ամռանը հնձի տոները, աշնանը բերքահավաքը, ձմեռն էլ այս ամենը վայելելը, բայց Արևտատն ամբողջ կյանքում լավ գործերի աշխատել, Թումանյանում գործարանի լաբորատորիայի վարիչ, Քարինջում փոստի։ Այս Քարինջում փոշ բան գոյություն չուներ, դսեղը բերեր, դրանից հետո մարցներ, ընդեղ աշխատող մարցից թոշակա, ինչ-որ այս կողմենքով վերջը բերելա։ Հետո իմ ամուսինը Երևան գնաց, փոշտ ասավ բացեմ, իմ կնիկը գրագիտ կնիկա, ընչի տանը պարավ նստի, ընչի գեղեց, գնաց Զաղիձոր ամեն օր գա։ Գնաց Երևան դասավորեց, Քարինջում բացեց, ես էլ սովորեցի 6 ամիս գնացի Ալավերդի, գնացի եկա Խեչումյաններն դով դիրեկտորը, մեր Ալավերդու փոշտի դիրեկտորներ, գնացի 6 ամիս, սովորեցի եկա արդեն մայիսի 3-ին, եկավ շտատս, նստեցի ստեղ Քարինջի փոշտի բաժանմունքի վարիչ, սովորեցի, դիպլոմ անեցի, ամեն ինչ վերջան, աշխատեցի այդտեղ։ Արևտատը գյուղի կենդանի պատմությունն է։ Նրա պատմությունները հուշում են, որ անգամ եթե ավանդույթները մոռացվում են, նրանք դեռ ապրում են մարդկանց սրտերում։
Տատը կյանքում կորուստներ է ունեցել, բայց փորձել է կյանքի հանդեպ սերն ու լավատեսությունը չկորցնել։ Տարիների ընթացքում թոռները մեկնել են արտասահման աշխատանքով ու ուսմամբ։ Ամեն օր զանգում խնդրում են գնալ իրենց մոտ, ծերությունը հանգիստ վայելելու, բայց տատն ամեն անգամ մերժում է։ Նրա ու իր գանգրահեր Սենիկի տան դուռը միշտ բաց է, թե հարևանի, թե հյուրի առաջ։ Չնայած անցած կյանքի փորձություններին, Արևը երբեք չկորցրեց սերն իր տան, իր հողի ու գյուղի նկատմամբ։ Այստեղ է գտել հոգու խաղաղությունը։ Շատ եմ ապրել լավ, թե Հորստանը, թե այստեղ աղի կյանքով եմ ապրել, այստեղ էլ լավ գեղը եթե մինը մի խանութ ապրանք հայկել, խանութ բանը գիտես լավ որ իմ ճաշակը որն է, ես որ ձաղի զորում աշխատելիս եմ լաբորատորիայի վարիչ, որ եկել ենք առաջ մտել ենք այդ խանութը, սենց կլոլած գզել է, գզել ժողովրդի գլխով, Արև ջան, քեզ համար է, քեզ արժանի։ Այ այտենց իմ ամուսինը ինձնից բայլա, ես մի սապոկ են առնում, ինչ մի սապոկ, ինձ տարբեր տեսակի, տարբեր գույնի, տարբեր սեզոնի։ Աշխատանքից դուրս եմ եկել, շաբաթ գիրագին եկել, ես հանդեր եմ գնացել։ Հոնի, մոշի, մալինու, մասուրի, ամեն ինչի աճարեր եմ գնացել։ Մեր տարածքը տենց բաներ ալարև։ Միայն ես պետությունից մի բանի համար ես շատ դժգոհ եմ այս տարիքը։ Ես 40 տարի աշխատած կին եմ, ստեղծող կին եմ։ Ես 75 տարեկանից թե 77 տարեկանից ընկել եմ նպաստի։ Բայց հիմա 86 տարիս կլռանա հուլիսի 27-ին, այս հուլիսի 27-ին։ Նրանք ինձ նպաստից ապրելից գզեր են։ Բայց դու հանուն ընչի, ես 50,000 դրամ թոշակ եմ առնում։ Դու իմ 20,000 նպաստը ընչի ես կտրել, բարոն, ընչաներ ազգը, երեք հաղորդերինքը, գրել եմ ազգը չգիտեմ ինչաներ, հա։ Ամեն դեպքում երեխաներն ու թոռները տատին միայն թոշակի հույսին չեն թողնում, բայց տատը վրդովվում է, չնայած տարիքին այգին անմշակ չի թողնում, օղի է թորում, տեսակ փակոցներ անում։ Ստեղել եմ լոբիցանիլ տեսային տված, ընդեղել այն ցանած, այն կողին, ես բախշին մեծայել իմ, այն էլ է լոբիցանից, արդեն ծլերը փաթաթվել է, իմ աղջիկը այս սար որ կտրեցի շատ էր ես ճյուղը կակալ բռնած, աղջկանս ասեց Սուսան ջան, կակալի մուրաբայիփեմ, այ կնիկ ասավ, ինչ ես ասավ, տանջվում, խսյատ ես սարկել մա, հայկական ասավ խանութը մեր տան մոտա, Մոսկվան լիքը հայկական խանութ, կակալի մուրաբենել խանութը լիքը, ամեն ինչ կա, մենք գնում ենք առնում բերում մոտը, մամ, չանես, չտուժվես ոչ, իմ երեխեքը իմ թոռները թույլ չեն տալի, ես կարողա չունենամ, բայց այնպես բան ցուցադրեմ իմ թոռների, իմ արսների, իմ աղջկա, իմ եկած տուն, եկած գոնախների, ամեն տարի Երևան, իմ տուն մինիստրն է գալի, աղջկեք կնանեք մինիստրուհիներ, գալիս են, որովհետև եկել են գնացել, գիտեն ես ինչ կնեկեմ։ Կյանքը լիուբոլ էր իր ջահել ժամանակ, հիշում է Արևը, ամուսինը Սենիկն էլ տուն լցնող մարդ, երկու սառնարան ունեին, երկուսն էլ լիքը, մառաններն էլ տրաքում էին, ամուսինը գյուղի աչքի լույսն էր, 1000 ու մի գեղեցկուհու աչք վրան, Արևն էլ մեկ խանդում էր։ Սենիկը սանատորիայի ամուսինս, ես էլ մտածում եմ, էլի դումայ իմանեմ, որ յարա պրսիետ ընկավ, թե ինչ արա։ Տղամարդ է էլ իմանա գալմալի գլուխն է անկարի տա։ Խանդոտ է իր տատ։ Գիտես ինչ, ինքը շատ սիրուն տղամարդ էր, գավոր մասերով, որ նայեր ասիր մի հատ էլ նայեմ։ Դե արդեն մարդը իմն է գանգուր, բայց կար մեծան մեծ թափվում է։ Աղջկանս մնաց, տղերանցս մազերը, այն վաղտ, հա։ Հա դե արդեն ոսը կնիկ եմ էլի արա։ Դու գնաս ինձանից լավը չլի, մի չուչելի կուշտ գնաս, չի գնաս, ուր ես գնամ, ոյ։ Տանդ կնիկ ունես, ընտանիք ունես, սերդ վայելի քո ընտանիքի մոտ, ոյ։ Խանդում էր, հետո ինքն իրեն մխիթարում, գնում է, թող գնա, ինչքան էլ Լևի գնա, պիտի ետ գա իր արևարեգակի մոտ, քամին քարից ինչ պիտի տանի, իրեն գոտ է պնդում էր Արևը։ Հիմա որքան էլ տարեցները քննադատում են ժամանակակից բարքերն ու տեխնոլոգիաները, Արև տատն իրեն նորության հակառակորդ չի համարում, ամբողջ օրը տեսազանգով կապի մեջ է հարազատների հետ ու օրհնում է ինտերնետ ստեղծողին։ Ես իմ թոռներիցն էլ, քեզանից էլ, իմ հարսիցն էլ, ծորնեիցս էլ, ես գոհ շնորհակալ եմ իմ Արտուրից, իմ Գևորից, իմ Իսահակից, իմ Էրիկից, Ալեքսից, Սուսանիցս,
Ալինայցս ես շատ գոհ եմ, շատ։ Ես մեռնեմ ձեր բոյուն, ձեր ջանին, ձեր ցավը տանեմ։ Արևն արդեն 86 տարեկան է, բայց նրա միտքն ու հայացքը պայծառ է, ճաշակը ժամանակակից, ձեռքերն աշխատասեր, իսկ սիրտը լի մեղեդիով։ Քարինջը նրա տունն է, երգը նրա զենքը, իսկ կյանքը նրա բեմը։ Այս տունը թող շեն լինի, աշխարհի չափ լայն լինի, ամեն տարի այս վաղտին իմ լավ հյուրերը թող լինեն, ամեն տարի այս վաղտին իմ լավ հյուրերը նորից թող գան։ Արևտատի կյանքի պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ երբ մարդուն չեն թողնում ընտրել իր ճակատագիրը, նա կարող է ընտրել լինել բարի, ժպտերես կամեցող ու սեր տարածող։ Սեր, որ վերածվում երգի ու տարածվում արևի մեղմ ու լուսավոր։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Քարինջից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։